Պարտադիր խնդրում եմ արձանագրեք, որ երևի սա քիչ առաջին կողմից տրված պազույցի հետևանքով 14:31 քիչ առաջ պաշտոնապես քննիչի կողմից դիատեկվեցի այս քրեական վարույթի շրջանակներում ինձ հայտնի դարձած տեղեկությունները հրապարակելու անթույլատրելիության մասին։ Միաժամանակ ցանկանում եմ անպարտադիր հայտարարել, սա նաև ինձ համար եմ ցանկանում եւ բոլորիդ համար եմ ցանկանում հայտարարել, որ այդ նախազգուշացումը ես ստացա 14:32-ին։ Որոշները հիմա երևի ուղիղ եթեր է եւ հրապարակում են, նշված է ժամը կոնկրետ, ես երբեմ լրագրողներին որոշակի տեղեկություններ ինձ հայտնի դարձած հրապարակել, այդ պահի ես որևէ նախազգուշացում չէի ստացել։ Նախազգուշացումը ստացել եմ անմիջապես այս հարցազրույց ավարտելուց հետո, բարձրանալուց հետո ինձ պաշտոնապես իրազեկել է նոր քրեական դատավարության օրենսգրքով նախաքննական տվյալները հրապարակելու անթույլատրելիության մասին քննիչ պարտավոր է զգուշացնել։ Մինչև զգուշացումը որևէ պատասխանատվություն դա իրենից չի հանգեցնում, թե որքանով են իմ հրապարակած տեղեկությունները վտանգի տակ դրել ենթադրյալ այս քաղաքական հետապնդումը, կարծում եմ բոլորիդ համար պարզ է ու հասկանալի։ Կարծում եմ բոլորիդ համար պարզ է նաև հասկանալի, ինչու ենք ստացել այս նախազգուշացումը եւ ինչու են փորձում թաքցնել որոշակի տեղեկություններ։ Պարոն Երեցյան, համացանցում ամբողջ ավելի ճիշտ տարածվել է, որ 1 ժամ առաջ է սկսվել գործողությունները, իսկ ավելի վաղ 11-ից են սկսել, 11:30։ Ոչ, 12-ից սկսված է այս գործողությունը, միջև սկսել են գործողությունը, միջև ծանոթացել են որոշմանը, ամեն դեպքում ես ժամանել եմ 13:23 եւ արդեն երբ որ ես ժամանել եմ, գործողությունն արդեն սկսված է։ Կոնկրետ ասել են ինչի հիման վրա է նախազգուշացումը։ Տեղեկացել եմ, որ նախաքննական տվյալները պարտավոր եմ չհրապարակել։ Սա վարույթն իրականացնող մարմնի իրավունքն ինքն է որոշում նախաքննության ծավալը եւ նախաքննության այն տվյալները, որոնք ըստ իրեն գաղտնիք են հանդիսանում։ Հիմա ինձ ասել է նախաքննության ընթացքում պարզ դարձած ցանկացած տեղեկություն չհրապարակես։